Արարատի Բուրաստան գյուղի բնակիչ Արայիկ Հակոբյանի Դեղձի այգում ենք։ Ի տարբերություն Ծիրանի դեղձենիները դեռ ծաղկած են։ Այս օրերին Արայիկը ծառերի խնամքով է զբաղված։ Պտղատուների տակն է օղակափորում, մաքրում այգին։ Այսօրվա պլանը մեր ծառերի չաշկեքը փորելու, մաքրելու, որպեսզի վաղը միսօր ջրենք։ Ծաղիկները թափելուց հետո պետքա ջրենք պարտադիր։ Չի կարելի ծաղկած ժամանակ ծառերը ջրել։ Ինքը ծաղկավիժում կանի, փոշոտում չի կարանի։ Շատը կթափվի։ Այդպես։ Նրբություններ կան։ Այո, ամեն ինչի մեջ է նրբություն կա։ Մենակ ծառի մեջ չի, մարդու մեջ էլ է նրբությունը։ Դեղձի այգին 6 տարեկան է, առաջ այս տարածքում խաղող էին աճեցնում, բերքից չի դժգոհում այգուտերը, շատ ավելի գոհ կլինի, երբ ցուրտը կամ կարկուտը չվնասեն, ասում է գյուղացին տանջվում, մշակում է, սպասում բնության քմահաճությանը։ Այս տարի աշխատում ենք, տենանք ոնց կլինի։ Աստծուց շատ բան կա սպասելու։ Այսինքն որ կարկուտ գա, չգիտեմ, բան արդեն գյուղացու աշխատանքը։ Արդեն հեչ։ Պիտի եթանք ուրիշ բանով զբաղվենք, ուրիշ գործերով։ Թողենք այս ծառանոցը, եթանք ուրիշ բաներով զբաղվենք, որ գոնե մեր ընտանիք կարողանանք ապահովենք, պահենք։ Արայիկի թիկունքում ընտանիքն է, ինքը կինը եւ 2 տղաներն են այգով զբաղվում, բացի Դեղձի այգուց իրեն գյուղի տնամերձում ջերմոցներ ունեն, ամեն ինչ աճեցնում են։ Արայիկի այգին Արարատ լեռան դիմաց է։ Իրոք հիանում ենք, մեր Արարատ սարում, իր սիսն էլ հանդերձ, կողքի քույրը։ Կաղակինն է։ Մասիս սարն է, այո, թագավորն ու թագուհին են։ Չէ, օգտվում եմ, շատ չէ, քիչից, այս է սաղանդան Բարև ձեզ, լավ ապրեք շատ։ Այգի մեծ է, գարունն էլ արագ, որպեսզի բոլոր գործերը հասցնի, Արայիկը օգնող ուժի է դիմել, կողքի գյուղերից մարդիկ հավաքել, ասել խոսելով գործը առաջ կգցեն։ Այո։ Մարդիկ դժգոհ չկա։ Վիդու, այդար փոթեր անում ենք։ Արի, արատան։ Արի, արի։ Պատրաստեք։ Ջպի տղե, ջպի։ Գնացի, ջպի։ Արայիկի այգուց հետո այցելեցինք Քաղցրաշեն, որտեղ հանդիպեցինք մայիսին, նույն գործով։ Էս էլ իմ հողամասն է, մենք ստացել ենք մեր ընտանիքով։ Մենք ենք հիմնել այս այգին, այս ծիրանանոցը։ Ու տենց աշխատում ենք, հիմա այգի հետ ենք կատարում։ Եթե եղանակը բարենպաստ լինի, հեսա ծիրաներն էլ արդեն ծաղկե փոշոտումը կատարել է, կարկուտ չգա, ծիրանը գան նորմալ գներով տանեն։ Էդը կատարել եմ, էսի մնացել է այս մի շարքը, նույնս էլ կանենք ու պետք է գանք սենց կապ անենք, նայեք, այս մեր շարքը կապել ենք։ Այս խաղողի վազերը կապում ենք այս լարերին, հետո շվերը տալիս է, կապում ենք սենց ու խաղողի մեջ էլ աշխատանք կանելու։ Հետո գալիս ենք իրա մեջի ավելոր շվերը հեռացնում ենք, որ թողենք իրա բերքատու շվերը։ Մայիսի առօրյան այգում է անցնում, այլ գործերով չի զբաղվում, գարնանից մինչև աշնավերջ ամեն օր գործ կա անելու։ Այգը հետա այս մեր շարքն է, այս է վերջացնենք, ահա, այս ծախերը, այս կապ անելը հեռացնեմ։ Այս ճյուղեր ինչ է կանում որ։ Հանում ենք դուրսը առաջ, որ հաց ենք թխում, մերս որ կա, տանում ենք տունը, թունդիրի մեջ լավաշ ենք թխում, հիմի մերս որ չկա, առնում ենք լավաշը, գյուղը փուր կա, 2 հատ, այն աղվես սաֆարում ընդ է։ Մայիսի խոսքով իրենց եւ հարակից գյուղերի բնակիչների մեծ մասի հիմնական գործը այգեգործությունն է, իսկ հիմնական խնդիրը բերքը արժանապատիվ իրացնելը։ Գործարանները ցածր գներով է մթերում, ելքը նա արտահանման մեջ է տեսնում, ուզում է, որ ծավալները ու հնարավորությունները մեծանան։ Զավոդները աշխատեն, մի քիչ էլ անցած տարի 130 դրամ էին մթերը։
Գումարն էլ մի ամսից տվեցին դու զավոդում։ Մեկ էլ ասենք ճանապարհ լինի այս բերքերը որ տեղափոխեն Ռուսաստան։ Էսի ոչ Երևանում կարա վաճառվի։ Մի խոսքով մեր ապրանքը, գյուղացու ապրանքը պետք է դուրս գա։ Մենակ մնում այդ մի քիչ լավ լինի երկրի վիճակը, մեկ էլ այդ լարսը բաց էլի, տարողները լի տանեն, այտենց որ գյուղացու բերքը չմնա էլի։